Թույլտվություն այս խորագիժն է կրում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացված ցուցահանդեսը, որի նպատակն է բարձրաձայնել Շիրակի մարզի գյուղական համայնքներում աղջիկների և կանանց սոցիալական սահմանափակումների խնդիրը։ Ցուցահանդեսում ներկայացված են կոմիքսներ, որոնք պատմում են իրավիճակների մասին, երբ աղջիկներն ու կանայք ստիպված են անդադար թույլտվություն ստանալ ընտանիքից, համայնքից, հասարակությունից։ Ծրագիրը իրականացնում է Ալվան ծաղիկ սոցիալ-տրտական հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Հայաստանում կանանց հիմնադրամի հետ և Կվինֆո կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ինչու է ծրագիրը կրում թույլտվություն խորագիրը անունը։ Քանի որ թույլտվություն բառը ինքնին իրենից ներկայացնում է մի պատնեշ, մի արգելք, որը խոչընդոտ է հանդիսանում հատկապես գյուղաբնակ կանանց և աղջիկներին հասնելու իրենց նպատակներին, ազատ և անկաշկանդ որոշումներ կայացնելուն և ընտրություն կայացնելու ճանապարհին։ Ծրագրով ստեղծվել է 30 կոմիքս 6 թեմատիկ ուղղությամբ, որոնք հիմնված են 14-ից 22 տարեկան գյուղաբնակ աղջիկների և կանանց իրական պատմությունների վրա։ Հաճախ խաչվում են 3 սերունդների կանայք և աղջիկները։ Ունենալով տարբեր ակնկալիքներ միմյանցից, ունենալով տարբեր երազանքներ և տարբեր պատկերացումներ դրականի ու լավի մասին, հաճախ այդ հանգամանքով ծնվում են խտրականություն, ծնվում են սահմանափակումներ և այդ սահմանափակումները հանրային կյանքի տարբեր ոլորտներում են։ Կոմիքսների ստեղծմանը ներգրավել են տարբեր մասնագետներ, սցենարիստներ, նկարիչներ և հոգեբաններ։ Ես սկսեց գրել սցենար պատմությունները, 30 սցենար պատմություններ, այնուհետև Մարիետան մեր ծրագրի դիզայները վերածեց դրանք խոսուն և գունեղ կոմիքսների։ Եվ մեր ծրագրի հոգեբանը Շուշանը ստեղծեց դրանց հոգեբանական բնութագրերը, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք կանանց ներքին պայքարները և ապրումները։ Կոմիքսների պատկերներով տպագրվել են նաև էկոպայուսակներ, որոնք բաժանվել են միջոցառման մասնակիցներին։ Յուրաքանչյուր պատմություն խորը ուսումնասիրելուց հետո փոխանցել եմ այդ էմոցիաները եւ ասեմ, որ սա պարզապես դիզայն չէ կամ հասարակ պայուսակի տպագրություն, այլ այն ուղերձ է եւ այդ ուղերձը այսօր կարող ենք մենք կրել մեր ուսերին եւ այդ տարբերակով բարձրաձայնել այն ամենի մասին, ինչի մասին որ ցավոք սրտի շատ հաճախ լռում ենք։ Ամեն մի սցենարը կարդալով գտնվում էի այդ միջավայրում, այդ ընտանիքի սիտուացիայի մեջ ու շատ ինձ համար հեշտ էր վերարտադրելը։ Օրինակ իմ վրա շատ է տպավորվել, որ փոքրիկ երեխան ուզում է հեծանիվ քշի ու մայրը չի թողնում, ասում է, չէ, դու տղա չես, դու պետք է հեծանիվ չքշես։ Կամ մի ուրիշ տեղ, երբ փոքրիկ երեխան ուզում է բարի հաճախի, ասում են, չէ, դու աղջիկ ես, դու ամոթ է, ասենք այդ կարգի խնդիրներ չպետք է լինեն։ Ցուցահանդեսն ամփոփվեց պանելային քննարկմամբ և հարց ու պատասխանով։ Կազմակերպիչները նշում են, պատրաստ են ցուցադրությունը ներկայացնել նաև համայնքներում թեմայի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։